դաշնակցության մասին, դաշնակցության հետ կապված նրանք խոսում էին ձեր նվիրատվությունից եւ պարզվում է դաշնակցությունը ընդամենը 1 միլիոն դրամի նվիրատվություն է ունեցել։ Ինչպես է գոյատևում այդ գումարը ձեր կուսակցությունը։ Սուտ են ասում, հերթական անգամ ու ինչպես միշտ շարունակ, այդ հաշիվները մոնիտորինգի է ենթարկվում եւ նվիրատուների ցանկը կա եւ այդ գումարները ինչպես են հայթայթվում ու մնացածը, այսինքն պետք է հասկանալ այս մարդը ինչ է ուզում եւ ինչ է անում։ Երեք շատ ավելի լկտի հերթական ցինիկ հայտարարություններ արեց այդ մասին, խոսում է կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին, թե իր ինչ գործն է, փորձում է դրանով միջամտություն գործել այլ կուսակցությունների ներքին գործերին։ Տեսեք, դաշնակցության պես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում քիչ կա։ 135 տարի կուսակցության ներքին ժողովրդավարությունը այն մակարդակի է։ Դուք տեսել եք, ասենք իրանց մոտ են առաջնորդներ, շեֆեր, մեկ անձի իշխանություն։ Այս կուսակցության ամենամեծ առավելություններից մեկը հենց իր ներքին ժողովրդավարությունն է։ Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ ժողովները շոու չեն։ Այդ ժողովներում իրականում քննարկվում են մեր հարցերը, խնդիրները, մեր երկրին ապագային վերաբերող վեր են հանվում, ծրագիր է մշակվում, այսինքն մեկ մարդու շնորհանդես չի, հետևաբար դրա համար են մեր ժողովները փակ տեղ ունենում ու ամեն անգամ խոսել են եւ բացատրել են այդ մասին։ Պետք է հասկանալ այս հարցի, բայց իրականում խորքը ինչա կատարվում։ Գոյություն ունի ապազգային, անհայրենիք, անսրբություն, հայկական ինքնության դեմ պայքարող մի իշխանություն, իշխանության մեջ գտնվող մի ուժ, որը այդ է իր գաղափարախոսությունը եւ դրա հակառակը կա դաշնակցություն, իբրև ազգային կուսակցություն, համայնքական կուսակցություն, իր ինքնության համար, իր ժողովրդի իրավունքների համար, տեսլական ունեցող։ Ասում դուք ձեր ինքնուրույն կփակվեք իր կարիքները չկա։ Գիտեք, այս 135 տարի մեջ գիտեք ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել գնացան։ Դաշնակցությունը դա գաղափարախոսություն է, դա էություն է, դա բովանդակություն է, ժողովրդի ծոցից ծնված գաղափարախոսություն ու կուսակցություն է։ Թող մի օր իշխանության չլինան, կտեսնեն քանի օր կդիմանան։ Հետևաբար դուք տեսնեք ով կփակի, ով կմնա։ Ամոթանք էր տալիս ձեզ, ասում էր չեք ամաչում, որ մինչև հիմա չեք կարողանում իշխանափոխություն անել։ Տեսեք, ես այդ մասին շատ եմ ասել։ 24 ժամ թող դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները, ձերբակալությունները, լսումները, ճնշումները, այն ինչ որ անում են, կտեսնենք ինքը կմնա թե չէ։ Այսինքն այսքան մարդ ձերբակալել, այսքան բռնություններ, ով խոսի տանեն կալանավորեն, հետո կանգնեն ասեն, բա ինչի հեղափոխություն չեք անում։ Դրանով երկու նպատակ է ուզում հետապնդում։ Մեկ ուզում է ցույց տա, որ իր գործած դավաճանությունները, հակապետական գործունեությունը, եթե ինչ է ասում, պատերի տակ ինձ չեն գյուլնում եւ մինչեւ հիմա իշխանություն են, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ, բայց ինքը սխալն է, ժողովուրդը համաձայն չի։ Եվ եթե դեռ ինքը իշխանություն է, չի նշանակում, որ արտահայտում է մեր ժողովրդի հավաքական կամքը եւ ժողովուրդը համաձայն է իր քայլերի եւ գործողությունների հետ։ Ինքը փորձում է սրանով ժողովրդին ներքաշել եւ մեղսակից դարձնել այն բոլոր դավաճանություններին, զիջումներին եւ հակապետական գործունեությանը, որ իրականացրել են։ Սաղաթելյան հենց այս պահին էլ կառավարության դիմաց պատերազմի մասնակից մի խումբ տղաներ, այսպես հանդիսավոր կերպով մեդալները հանձնում են, վերադարձնում են եւ իրենց ողոքն են արտահայտում իշխող ուժի դեմ, որ իրենք պայքարի պատմությունը խեղաթյուրում են, այսպես են ասում, սրան ինչպես եք վերաբերվում։ Նորմալ են վերաբերվում, իրենք անընդհատ փորձում են ներկայացնել, որ մեր ազգային ազատագրական պայքարը, Արցախյան շարժումը, նրան հերոս տղերքը, ովքեր իրենց կյանքը նվիրել են, զոհաբերվել են հանուն հայրենիքի, արել են հանուն ոչնչի։ Արժեզրկում են մեր ամբողջ անցյալը, մեր հերոսական էջերը ու փորձում են ներկայացնել, թե մենք ընդհանրապես ստամոքսով ապրող կենցաղային ազգային նպատակներ չունեցող ժողովուրդ ենք արժեզրկելով այդ պայքարը։ Հետևաբար այդ տղերքի հերոսների իրենց կյանքը մեր երկրի համար դրված ազատամարտիկների այդ քայլը շատ հասկանալի է ու ողջունելի։ Միայն խոսում են դասալիկների մասին, միայն խոսում են ինչ որ չգիտեմ սպաների, չգիտեմ գեներալների թերությունների բացթողումների մասին։ Ինչի չեն խոսում են տասնյակ հարյուրավոր դեպքերի մասին,
որտեղ հայ զինվորը 18 տարեկան, 20 տարեկան հայ մարդը ինչ սխրագործություններ արել, ինչը վերջի փամփուշտը կռվել եւ պաշտպանել իր հայրենիքը, իր խրամատ, իր դիրք։ Ինչի չեն ներկայացնում այդ ամեն ինչ։ Միայն մի պատճառով, որպեսզի արդարացնեն իրենց հանձնումները, իրենց դավաճանությունները եւ այն վիճակը, որ այսօր գոյություն ունի։ Խնդրեմ։ Կարող է պատահի վախենում եք Ֆարազ Սաղաթելյանն հեղափոխություն անել, որովհետև ասում եք բանդերը կլեցնի ուժային կառույցների ձեռք։ Օրինակ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոքեր, չէ՞, բանդերը լիքն էին, ընդդիմադիր գործիչները ճնշվում էին, բանդերն էին լցվում, փողոցային ակցիաները այո ոստիկանական ուժերի միջամտությամբ դրեցվում էին, այս տեղին եսավ 2018 թվականը դուք էլ ողջունեցիք։ Ուրեմն վախենալու մասին այդ հարց տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա ընթացքում չեն արել այդ ամեն ինչը եւ առաջին գծում ու առաջին շարքում չեն պայքարել այս իշխանությունների դեմ։ Վախեցողը չէր պայքարի, բազմաթիվ քրեական գործերի միջով անցել ենք, ես ասել եմ նախորդ 5 տարվա մեջ չի եղել մի օր, որ մի քանի դաշնակցական բանտում չլինի։ Ընդ որում ձեր Նիկոլ Փաշինյանը, որ շատ հաճախ ասում է որ չեն պայքարում, այո, այս ընդդիմությունը ձեր Նիկոլ Փաշինյանը ինքը իմ համար երբեք վարչապետ չի եղել, չի էլ լինելու, մի խանգարեք։ Ուրեմն, երբ որ շարունակ ինքը պնդում է, որ այս ընդդիմությունը իմ համար գանձ է, շատ հարմար ընդդիմություն է, բայց գանձին ինչի անընդհատ ձեռքակալում, ինչ են այդքան դաշնակցականներ նախորդ 4 տարվա ընթացքում շարունակ հայտնվում կեղծ շինծու մեղադրանքներով բանտերում ու նաև այս պահին այս դրությամբ։ Նախորդ իշխանությունների ժամանակ ամեն ինչ լսել եք մի անգամ ասած լինենք եղել է 100%, լավ, հրաշալի, բայց նախորդ իշխանությունները սրբազան չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները ազգային բարերար չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները մարդու պարզ դիրքորոշման համար այս ապօրինությունները չեն արել։ Հետևաբար ձեր համեմատությունը անտեղին է եւ կապ չունի մեկի հետ։ Կարանք պարոն Սաղաթելյան սրբազանները չեն առածել ախր փողոցով իշխանափոխության ճանապարհը ձեր համար։ Երբեք մեր համար այդ ճանապարհը փակված չի եւ երբեք չի կարող փակված լինել։ Ես չեմ բացառում իրավիճակ, երբ որ փորձենք նաեւ այդ ճանապարհով խնդիրը լուծել։ Այդ հարցը մենք եթե այդքան վատ է ինչու փողոց չեք հանում, թե հարմարվել է։ Գիտեք, Նոր տարբերակ 4 տարվա, տեսեք, պատերազմից հետո հայրենիքի փրկության շարժում 5-6 ամիս, այն որ անընդհատ ինքը ծանր է տանում Բաղրամյանը փակել էիք մաղալ, այդ մաղալները ինքն արել։ Բաղրամյանն ու Դեմիրճյան փողոցները 3-4 ամիս փակեր, մարդիկ իրենց բողոքն ու անհնազանդությունն էին արտահայտում։ Դիմադրության շարժում, սրբազան շարժում, Արցախի հայաթափման օրերին, այսինքն տասնյակ հազար մարդիկ դուրս են եկել փողոց եւ պայքարել են եւ ամեն անգամ ավելի շատ մարդ է դուրս եկել, քան դրանից առաջ։ Հետևաբար ցույց տալ, որ ժողովուրդը համակերպված է, հաշտ է եւ նախորդ տարիներին պայքար չի եղել, ինքը կեղծում է ու նաեւ սրան այս ջրաղացին ջուր են լցնում նաեւ, այսպես ասած, որոշ ընդդիմադիրներ։ Փաստ է, չէ, որ 4 տարի երկրում ներքին կայունության, ըմբոստության խնդիր է եղել։ Ինչն է խնդիրը, համակերպվել եք, թե դեր ասած բանտերից եք։ Գիտեք, ամեն, այսպես պատասխանեմ, ամեն շարժումից հետո ասել եմ վերջացավ, սրանից հետո մարդ դուրս չի գա ու դուրս է եկել ավելի շատ։ Այսքան էս բան կարող։ Սաղաթելյան, այսօր երեկոյան չէ, այս նիստից ավարտից հետո արտահերթ են նշանակել եւ հայտարարության նախագիծ են ընդունում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղության մասին։ Նախ ուզում եմ իմանալ մասնակցելու է Հայաստան խմբակցությունը այդ օրակարգով արտահերթին եւ եթե ոչ, ինչու չեք մասնակցում, որպեսզի դուք էլ աջակցություն հայտնեք։ Քիչ հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ նիստին, պարզաբանեմ ինչու։ Նախ ակնհայտ դարձավ այսօր, թե ինչու են արտահերթ նիստ հրավիրում այս նախագծով, որովհետև քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Կոպենհագենում հանդիպում ուներ եւ այդ հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիևին, ցույց տալու իր հնազանդությունը եւ իր պահանջները շարունակական կատարելու այդ մեծ ցանկությունը։
մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Սա մեկ, երկրորդը չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ԿՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Սա ԿՊ-ի ԿՊ կուսակցության նախագիծն է եւ չի կարող մենք այդ քննարկմանը չեն կարող որևէ կերպ մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին այսպես կոչված երկու ամսական խաղաղությանը, դրա մասին կետերով անդրադարձել ենք, դա խաղաղության հետ կապ չունի։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը եւ հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են ընդամենը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին